Դեռ ցորենը Ղազախստանից դուրս չէր եկել, իշխանությունները գրեթե ամեն օր դրա գովազդն էին անում։ Թե տեսեք խաղաղությունը, Ադրբեջանը թույլ է տվել, որ հացահատիկ ներկրվի Ղազախստանից ու Ադրբեջանի Վրաստանի ճանապարհներով այն կհասնի Հայաստան։ Իշխանական թևը ցորենի Հայաստան ներկրելու լուրը թմկահարում էր ամենուր, համացանցում, լրատվամիջոցներով։ Եվ ահա շատ ավելի ուշ, քան Ռուսաստանից ներկրվող ցորենը կգար, ղազախական հացահատիկը հասավ Հայաստան։ Եվ ի զարմանս շատերի հայտնի դարձավ, որ այն 4-րդ կարգի է, եւ ընդհանուր առմամբ նախատեսված է նաեւ որպես անասնակեր։ Ինչու է 4-րդ կարգի ցորենը։ Որտեվ ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության։ Նկատենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նախասկզբում չէր հայտնել, որ Ղազախստանից Հայաստան ներկրվող ապրանքը 4-րդ կարգի է։ Ասել են ցորեն է գալի։ Բայց չեն ասել, որ անասնակեր է։ Ժողովուրդ ջան, բայց իսկ ասել են, որ ուրիշ ցորեն է։ Ասել են ցորեն է գալի։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Փոխնախարարն այստեղ առաջնահերթ է համարում ճանապարհների դիվերսիֆիկացումը։ Ասում է այսօր անասնակեր է եկել, վաղն էլ բարձրակարգ ցորեն կգա։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակեր եկե, վաղն կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է։ Էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Լրագրողները նկատեցին, թե այդքան աղմուկ չէր բարձրանա, եթե նախապես հայտարարվեր, որ անասնակեր է գալիս։ Ավելի ուշ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան էջում գրառում կատարեց, հայտնելով, թե պատրաստ է առաջինն ուտել Ղազախստանից ներմուծված ցորենից պատրաստված հացը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։